ազատ վիճակում եք գտնում։ Ու այս ամեն ինչը կողմնորոշվեք, ինչ ենք ուզում մենք ինչ ենք ուզում։ 1000 ու մի դեպքով գալիս եք, ասում եք ինչու են մարդիկ կալանքի տակ, ինչու խափաման միջոց այլ չի կիրառվում, որը կարող է կիրառվել։ Հիմա եկել է հարցնում եք ինչու են դրանք վարչական հսկողության տակ եւ ոչ թե օրինակ հանցագործության մեջ, սպանության մեջ մեղադրվողը կամ ուղիղ կասկածյալ ազատության մեջ է, բայց օրինակ մեր ձևով ասողը կամ սրբազանները կալանքի մեջ են։ Բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը, քրեակատարական տարբեր ոչ բազմաթիվ դրսում չեն, կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց, այսինքն դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետև խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Կառավարությունում քննարկվել է Տիկին Գալյան համապատասխան ինչ-որ կառույցների եւ այլն։ Ինչ է լսեցի։ Կառավարությունում ինչ վարչապետը հետևություններից է խոսում, դուք տեղյակ եք որևէ քննարկումից կամ գուցե մասնակցել եք։ Ոչ, ես չեմ մասնակցել որևէ նման քննարկումին։ Իսկ որ ասում եք բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։